Բարև ձեզ սիրելի հետևորդներ, մենք գտնվում ենք Արարատի մարզում, Խոր Վիրափում։ Հիմա ես կպատմեմ ձեզ մի փոքր այս պատմության մասին։ Խոր Վիրապի վանքը երրորդ դարի ամրոց է, որը գտնվում է Արաքս գետի ձախ կողմում, Լուսարատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա։ Ներկայիս Արարատի մարզի Լուսարատ գյուղի տարածքում։ Փոսը, Վիրապը, որը ժամանակին պահել էին Գրիգոր Լուսավորիչին, նախքան այդ պատված էր եղել թունավոր օձերով, միջատներով, եւ այնտեղ պահում էին դատապարտյալներին։ Ըստ Ագաթան Տրթատ III մեծը քրիստոնյաներին հալածանքների շրջանում Գրիգոր Լուսավորիչին նետել է այս փոսը, 14 տարի մնացել է այնտեղ։ Եվ միայն 14 տարի անց Տրթատ III-ը հիվանդանում է մահացու եւ նրա քույրը երազ է տեսնում, որտեղ տեսնում է, որ միայն Գրիգոր Լուսավորիչը կարող է փրկել իրան, եւ արքայի հրամանով արձակում են Գրիգոր Լուսավորիչին, եւ Գրիգոր Լուսավորիչը ստանալով արքայի աջակցությունը եւ քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն 301 թվականին։ Նշեմ, որ այստեղ կա երկու եկեղեցի, երկուսն էլ գործող։ Այ հիմա որը որ տեսնում եք, սա Սուրբ Գրիգոր Լուսավոր եկեղեցին է, եկեղեցի մատուր, որտեղ կա հենց այն փոսը, որտեղ որ պահվել է Գրիգոր Լուսավորիչը։ Հիմա կիջնենք եւ կտեսնենք միասին ինչ կա այստեղ։
Իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնական գմբեթով խոշոր եկեղեցին է այս, որը կառուցվել է 17-րդ դարի վերջին։ Այն ամենը, ինչ աղոթք անելով խնդրեք եւ հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները։ Որովհետև եթե դուք չներեք, ձեր երկնավոր հայրն էլ չի ների ձեր հանցանքները։ Ամենից գլխավոր պատվիրանն է՝ սիրիր Տիրոջը քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտապաններին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն են արքայությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Դե ինչ հետևորդներ ջան, շնորհակալ եմ մինչև վերջ դիտելու համար, բաժանորդագրվեք իմ ալիքին, հետևեք, որպեսզի բաց չթողնեք հետագա վիդեոները, հաջողություն։